Ես ուզում մի փոքրիկ ճշտում անել, այսինքն մենք խոսում ենք կիբերհանցագործների մասին, բայց իրականում դեպքերի 99% իրանք ուղղակի ֆինանսական խարդախություններով են զբաղվում, չնայած դա արվում է էլեկտրոնային տարբեր միջոցներով։ Ավելին ասեմ, օրինակ շատ տարածված ներդրումային բուրգերի սխեմաները Հայաստանում մենք տեսել ենք դեռ 90-ականներից, այնպես չի, որ դա ինչ-որ նորություն է կամ գյուտ է, ուղղակի հանցագործները դա քողարկում են մոդայիկ ինչ-որ կրիպտո բառերով եւ այլն, բայց ըստ էության մենք գործ ունենք լրիվ նույն երևույթների հետ, ինչ-որ տեսել ենք տարիներ շարունակ։ Ասեմ, որ Հայաստանում վերջին 1-2 տարիներին, ընդ որում մենք ամբողջ Հայաստանից իմ թիմը զբաղվում է աջակցություն ցուցաբերելով միջադեպերի դեպքում, մենք ինչ-որ դեպքեր ենք դիտարկում եւ դա իհարկե չի ներկայացնում վիճակագրություն, ես կարծում եմ, որ հարգելի մյուս բանախոսներ ավելի շատ ամփոփ տեղեկատվություն կունենան, բայց մենք տեսնում ենք, որ վերջին 1-2 տարվա ընթացքում շեշտակիորեն աճել են տարբեր տիպի ներդրումային խարդախությունները, ռոմանտիկ խարդախություններ, այսինքն երբ դիմում են սահմանից այն կողմից ինչ-որ Հայաստանի որևէ քաղաքացու, ասում են, չգիտեմ, ամուսնանանք, շփվենք, հետո ինչ-որ պահի դա վերաճում է խարդախության սխեմայի, տեսնում ենք ֆիշինգային խարդախություններ, որոնք 22 թվականից երբ Հայաստան եկան միգրանտներ Ռուսաստանից, Ուկրաինայից իրենց հետ ասես բերեցին մի հերթական ալիք եւ տեսնում ենք, որ նաև մարդիկ ավելի պատրաստական են դարձել էլեկտրոնային վճարամիջոցներ ինտերնետով օգտագործել, որը մենք կապում ենք Հայաստանում առցանց խանութների մշակույթի տարածման հետ եւ դրա հետ եկավ ինտերնետում հայտնվեց փող եւ դրա հետևից եկան ֆինանսական խաբեբաները։ Եթե շատ տենց կարճ ներկայացնենք, այսինքն վերջի, էլի ամփոփելով, վերջին 1-2 տարում տեսնում ենք ֆինանսական ներդրումային խաբեությունների կտրուկ աճ, տեսնում ենք այսպես կոչված տարբեր տիպի ֆիշինգային երևույթներ, այդ թվում ռոմանտիկ, այս ինչ-որ քողերի տակ կամ խաբեություններ, որ ինձ Իսպանիայում թալանել են, չգիտեմ, արագ փող ուղարկի կգամ կտամ կարգի, այսինքն երբ որ ուրիշ մարդու անունից են ներկանում, տեսնում ենք այդ իմ նշած առևտրային գործարքների մեջ, խաբելու պահը, երբ առաջարկում են վճարում անելու կորզում են ավելորդ տվյալներ եւ տեսնում ենք ընդհանուր դինամիկան, որ ինչ գումար ավելացել է ինտերնետում, առցանց էլեկտրոնային միջոցները Հայաստանում ավելացել են, դրան շրջանացում, դրան հետ եկել են նաեւ տարբեր տիպի մեխանիզմով այդ գումարը կորզելու ինչ որ